ամենակարևոր փոփոխությունը, որ ուզում ենք բերենք մեր երկրին, դա որակական փոփոխությունն է։ 18 թվականին այս մարդը արեց հեղափոխություն, սիրուն խոսքեր ասեց ձեզ, բայց հեղափոխության արդյունքում մենակ իրանք հարստացան։ Հեղափոխության արդյունքում Հայաստանում աղքատության թիվը չիջավ։ Հեղափոխության արդյունքում մի փոքրիկ խմբակ սկսեց լավ ապրել։ Բայց մեր ժողովրդի նշանակալի մասը 650,000 մարդ հացի խնդիր ունի։ Ես չեմ ասում, իրենք են ասում, իրենց տվյալով։ Հայաստանում 1 միլիոն մարդ, եթե շորը ճղվի, նոր շոր չի կարող առնել։ Իրենք էլ գնացել ակադեմիական քաղաք են սարքում։ Այն դեպքում, երբ որ Երևանի կենտրոնում արդեն ունենք մենք գիտական, հրաշալի կենտրոններ, Երևանը պետական համալսարանը, պոլիտեխնիկ համալսարանը, այլ համալսարաններ, միլիարդավոր դոլարներ ա ուզում ծախսի, իբր ակադեմիական քաղաք սարքի։ Ունենք սարկած, դու գնա գործարաններ կառուցի քո երկրի համար, գնա այնպես արա, որ գյուղացուդ մթերքը վաճառք ունենա, ոչ թե գյուղացին հենց մթերքը ելնի, սկսի մտածել ոնց եմ վաճառելու։ Ինչով է զբաղվել մարդկանց կյանքով, ժողովուրդ էս իշխանությունը, մի քանի բանով, շատ է Facebook մտել, շատ է կոմենտներին պատասխանել, ցույց է տվել, որ կապի մեջ է, բայց որակական տենց չի կապի մեջը, մեր քաղաքները 8 տարվա ընթացքում պետք է հեղափոխական փոփոխություն ունենային։ Եվ այդ հեղափոխական փոփոխությունը մի բանի մեջ է, մոտեցումների փոփոխություն։ Երկին նոր մոտեցում է պետք, երկին տնտեսագետի մոտեցում է պետք։ Օրինակ նայեք, 8 տարվա ընթացքում մենք ունեցել ենք թոշակների անհամաչափ, թանկացումների հետ չհամեմատված, թոշակները ցածր մակարդակի են։ Երկրում, խանութներում դուք էլ կարող եք տեսնել, թե ինչ տարբերություն է տալիս թոշակը եւ խանութների գները։ Ինչն ավելի շատ արագ բարձրանում, խանութի գներն է շուտ բարձրանում, թե թոշակը, ժողովուրդ։ Խանութի գները, ինչն է պատճառը, Հայաստանում մենք չենք արտադրում այս ապրանքները, ինչը գյուղացին է արտադրում, էժան է վաճառվում, ինչը չէ, թանկանում է։ Մեր երկրի պետք է մոտեցում, որ ամբողջությամբ մենք տեղական արտադրանքը զարգացնենք։ Մեր մեծ սերունդը դա արել է։ Թոշակները ընտրությունից 5 ամիս առաջ պետք է չբարձրանա, այն է 10,000 դրամով։ 10,000 դրամ, դու պատկերացնում եք, մեր ժողովուրդը ինչքան քիչ բան է ուզում։ 10,000 դրամ բարձրացելը մարդիկ շնորհակալ են։ Ուր ենք հասել։ Ինչ է պետք փոխելու համար։ Պետք է շեշտակի փոփոխություններ։ Ու շեշտակի երբ ասում են փոփոխություն, ուրիշ քաղաքական ուժեր եթե գային դա ասեին, կասենք դա քաղաքական ուժը գալիս ասում է։ Բայց մենք ներկայացնում ենք մի մարդու, ով հողի վրա դա արել է։ Մենք այստեղի ղեկավարները ամբողջ երկիրի տվել են իրենց կառավարման, երկիրը դանդաղ աճել է։ Այս մարդը մենակով Հայաստանից դուրս գալով մի քանի հազար հայերով սարքել է տարածաշրջանի ամենամեծ ընկերությունը։